Հանցագործությունների մի մասն էլ բացահայտվում է ոստիկանության տարբեր ծառայությունների համագործակցության արդյունքում։ Ի վերջո ոստիկանը ոստիկան է լինի քրեական հետախույզ թե համայնքային ոստիկան, ու բոլորն են մտահոգ հանցագործության բացահայտմամբ, բոլորն են աշխատում շաբաթը 7 օր, օրը 24 ժամ ռեժիմով։ Այսպես է նաև ոստիկանության Նայիրիի բաժնում։ Կիրակի օրը համայնքային ոստիկան Գևորգ Հակոբյանը իր սպասարկած տարածքում էր ծառայության։ Մարտի 12-ին այստեղ Արգել յուղի սկզբնամասում իրականացնում էի ծառայություն։ Նկատեցի, որ Նորգեղի համայնքի Բանավան կոչվող թաղամասից Արտաշ Վրեժի Մացակյանը բջջային հեռախոսը դրած ականջին խոսելով դուրս է գալիս եւ ուղևորվում է ոտքով քայլելով դեպի Արգել յուղին հարակից մոտակա ձորակը։ Քանի որ վերջինիս ճանաչում է եւ գիտեի, որ նախկինում դատված է եղել հենց գողության համար, զանգ արեցի նրան եւ հարցրեցի, թե ուր է հիմա, ցանկանում եմ իբր թե նրան հանդիպել, նրա հետ զրուցելու որևիցե բան կա, նա ինձ հայտնեց, որ հենց հիմա չի կարող ինձ հետ հանդիպել, որովհետեւ գտնվում է Նոր Հաճն քաղաքում, սակայն այդ պահին ես նրա հետ հեռախոսով խոսում եմ եւ տեսնում եմ, թե նա ինչպես իմ հետ խոսելով իջնում է մոտակա ձորակը։ Այսպես բացահայտ խաբելը կասկածելի էր, բայց ոչ ավելի։ Մոտավորապես նույն ժամին մի կնոջի ծահազանգ է ստացվում ոստիկանության Նայիրիի բաժնում։ Արգել գյուղի գերեզմանատանը օգտվելով որդու մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից գողացել էին կնոջ եւ նրա ամուսնու մորաքրոջ աղջկա պայուսակները։ Քրեական հետախույզները մեկնում են դեպքի վայր։ Հարազատների շիրիմներին եկել էին 2 մեքենայով, դրանք կանգնեցրել շիրիմներից 30 մետր հեռավորությամբ, ծաղիկ դրել, խունկ ծխել ու մտքներով էլ չի անցել, որ ձորակից հնարավոր է աննկատ մոտենալ մեքենաներին եւ նույն ճանապարհով նույնքան աննկատ հեռանալ։ Ըստ տուժած կանանց պայուսակներից մեկում եղել են ոսկյա զարդեր ու $122, մյուսում բջջային հեռախոս ու 5000 դրամ։ Ընդհանուր վնասը 1.5 միլիոնից ավելի էր։ Քրեական հետախույզները լուսանկարում են տարածքը, ուսումնասիրում որևէ հետք գտնելու հույսով, զրուցում տուժածների հետ եւ գալիս համոզման, որ այս հանցագործությունը հնարավոր է բացահայտել միայն ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցներով։ Միակ վարկածը, որ գողությունը կարող է դիմացի ժայռի վիմափոր դղյակում ապաստանած մարդը անել, իրենք էլ բացառում են, քարու հողի հետ կռիվ տվողը նման բան չի անի։ Պատկերը գլխիվայր շուռ է գալիս, երբ մեծ ծանոթ համայնքային ոստիկան Գևորգ Հակոբյանը հասնում է բաժին։ Ոստիկանության Նայիրի բաժնում տեղեկացա, որ տվյալ օրը մոտավորապես այն ժամին, երբ որ ես խոսացել եմ Արտակ Մացակյանի հետ, դրանից կես ժամ հետո տեղի ունեցել հանցագործության դեպք։ Ոստի կասկածելով, որ հանցագործությունը կարող է կատարածել Արտակ Մացակյանը, զեկուցեցի բաժնի ղեկավարությանը։ Սա արդեն հենց նման բանի ունակ մարդն էր։ Կասկածյալը կար, մնում էր փաստով բռնել ու ներկայացնել բաժին, իսկ դրա համար արդեն պահանջվում էր աշխատել գիշերը։ Արագ մշակվեց գործողությունների ծրագիր եւ ոստիկանները մեկնեցին Արգել։ Ստացված տեղեկությունների համաձայն այցելություն կատարեցին գողության մեջ կասկածվող Արտակ Մացակյանի բնակության հասցե, սակայն պարզեցինք, որ բնակարանի դուռը փակ է եւ Արտակ Մացակյանը տանը չի գտնվում։ Քանի որ ունեինք տեղեկություններ, որ վերջինս վերադառնալու է տուն, դարանակալում կազմակերպեցինք նրա բնակարանի մոտակայքում եւ գիշերը ժամը 3:30-ի սահմաններում փողոցի սկզբնամասում նկատեցինք Opel Magnish-ի ավտոմեքենա, որից իջավ մի մարդ եւ մոտեցավ Արտակ Մացակյանի բնակարանին։ Մթության մեջ չնկատեցինք, թե դա ով է եւ սպասեցինք այնքան ժամանակ, որ նա մտնի բակ, որպեսզի համոզվենք, որ դա Արտակ Մացակյանն է։ Եվ արդեն բակ մտնելուց նրան բռնեցինք եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Նայիրիի բաժին։ Այստեղ արդեն նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց իրեղեն ապացույց հանդիսացող ոսկյա իրերի մի մասը, չուշացավ նաև խոստովանությունը։ Լուսանկարը գերեզմանների մոտություն տալը։ Ավտոմեքենայի մեջ է պայուսակ են գողացել։ Նա հայտարարեց, որ պայուսակները թաքցրել է Արգել գյուղի ամառանոցներից մեկում, իսկ ոսկյա զարդերի մի մասն էլ կորցրել է դեպքի վայրից հեռանալիս։ Այս վերջին տեղեկությունն իհարկե հալած յուղի տեղ չընդունվեց։ Ոստիկանները նրան վաղուց չէին տեսել նոփ-նոր շորեր հագած։ Մացակյանի նշած վայրից հայտնաբերվեցին պայուսակները, բջջային հեռախոսն ու այլ իրեր։ Ձեռնարկվում էր միջոցառումներ ոսկյա զարդերի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։ Նախկինում 3 անգամ գողությունների համար դատապարտված Արտակ Մացակյանը կալանավորված է։ Ոստիկանների ամենօրյա ու շուրջօրյա ծառայությունը շարունակվում է։